Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստան այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Խմիչքներն էլ հələ ոչինչ, բայց ասենք մեր երեխեք սաղն էլ ընդ են ապրում։ Սաղին էլ այսպես դոկումենտի հարցը, բանի հարցը, ոչ մեկն էլ ոչ մի ձևով չեն ընդառաջում էլի։ Պետականորեն ղեկավարը պետք է հարցերը լուծի։ Ժողովուրդը ինչ լուծի։ Ղեկավարն էլ ասկի վեճ։ Գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ հարաբերությունները կշտկվեն։ Հիմա ինչ է լինելու։ Հիմա շատ ված բաների է այդում։ Այսպես որ եկան մեր պետությունը ահագին լուրջ հարցերի դեմ կլինի։ Շատ լուրջ է մեր հարցերը։ Իրոք է լուրջ է։ Հիմա ինչ է լինելու։ Եթե Փաշինյանը գնաց դեպի Ալիև, դեպի Էրդողան կամ դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մեր վիճակը ծայրագույն վատթար վիճակում է լինելու։ Մեր հիմնական դաշնակիցը Ռուսաստանն է։ Ռուսաստանը գաշտվեց, ուրեմն մեր ժողովուրդը կոտորվավ, հույսները դրած Իրանի վրա։ Իրանի գազը չունի կալորիականությունը ինչ որ ռուսականի։ Ժողովուրդն է դժելու, հասարակ իմ նման հասարակ ժողովուրդն է դժելու։ Ես օրինակ ֆերմեր չեմ, բայց բավականին անասուն եմ։ Կաթը չեմ կարողանում իրացնել, պանիրը չեմ կարողանում իրացնել։ Այդ անասունը ստից պահեցեմ, որ երեխեքս Երևան սովորեցեն թորներս։ Իրանց ապագայի համար եմ պահել։ Թե որ ինձ ոչ մի բանով չես օգնել, ոչ անասնաբուժական բուժումներ կա, ոչ պետությունը սուբսիդավորում անել։ Ինչի՞ պետք է։ Ինչ դիտում, տեսեք, ըստ Փաշինյանի Այնքան հիմարությունները դուրս տալու, մասնասում գալիս է Ծիրան են ուտում, ընդունենք, որ դա արտահանում։ Նորմալ մարդու ադեկվատ մարդու խոսք չէ։ Դեռ ավելին սրանք ծիծեռնակներն են։ Սրանք դեռ ծիծեռնակներն են։ Ամենայն դեպս չեմ կարծում, որ հետևյալ հանձնավորությունը ի վիճակի է ինչ-որ դրական քայլերի, թե երկրի համար, թե անհատ մարդկանց համար։ Մարդիկ ելը խափնվեցին։ Մարդիկ խափնվեցին։ Իրանց մաշկի վրա կզգան։ Ցավոք, գիտեք ինչ կա, եթե ես իմանամ մենակ տնտեսական, ասենք, վիճակով են մարդիկ խափնում։ Ասենք հանգություն, ասենք տրանսպորտ, գազ, էլեկտրաէներգիա, այդքան չի մտահոգ։ Բայց երբ որ քեզնից քո մարմնից հատված են կդրում տան, հոգում տալիս է ինչ-որ մեկ, չասես ցավ մայր գործ ունես մարմնի հատվածների հետ։ Ու ամեն մի ձախողում ինքը համարում է որպես հաղթանակ, որպես ձեռքբերում։ Պարտությունը հաղթանակը, պարտանում է պարտությունը։ Ես ասում եմ նրան որպես մարդ տեսակրշան։ Այսօր ամենահզոր երկիր, այսպես ասած, Ամերիկայի Միացյալ Նահանգները տնտեսապես շատ երկրներից է կախված, շատ երկրների փեշից է կախված։ Պարզ եմ ասում։ Հետևաբար մենք էլ ամենափոքր երկրներից մեկը լինելով ամբերց, պարզ է, որ տնտեսապես կամ չգիտեմ այլ կողմերով մենք առանձին գոհատևել չենք կարող։ Եվ աշխարհից ցանկացած երկիր չի կարող գոհատևել։ Մենք ոչ թե պետք է գնանք կուրորեն ինչ-որ մեկի փեշի տակ պատսպարդելու, այլ արժանապատվորեն կարողանանք հավասարի խոսել ցանկացած հզոր եւ ոչ հզոր երկրների հետ։ Եվ եթե այսօր, եթե պետականամետ, ազգամետ, ազգանվեր մարդիկ լինեին մեր վերևներին նստած, մենք այսպես ճակերտավոր ասած խեղճ ու կրակ չէինք լինի։ Եվ մեզ քաղաքական նորացկանի տեղ չէին տնի եւ չեն շպրտում կամ չեն մեկնում քաղաքական ինչ-որ ժողովուրդներն են կարողություն տարողություն։ Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունը փոքր պետություն է, մենք ուզենք թե չուզենք, ասենք 3 միլիոն համարյա մարդեր ունենք Ռուսաստանի Դաշնությունում, ու մեր երկրի ղեկավարությունը դա էլ պիտի հաշվի առնի, որ Հայաստանի Հանրապետությունից բացի նաև մեծագույն հայեր ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, ու մենք պիտի այնպիսի ճկուն քաղաքականություն վարենք, որ այնտեղ ապրող հայերին նույնպես չվնասենք, որտեղ նրանք նույնպես մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, սփյուռքի հայեր են, ու Հայաստանի Հանրապետությունը հզոր է սփյուռքով։
Ես շատ կցանկանայի, որ Սփյուռքի նախարարությունը բացվեր։ Ես ինքս սփյուռքահայ եմ եղել, ճիշտ է, կարճ ժամանակահատվածում, մոտ 5 տարի ու ապրել եմ Եվրոպայում։ Ինձ համար կարևոր է, որ Սփյուռքի նախարարությունը գործի, որպեսզի եվրոպահայերն ներգրավվեն Հայաստանի Հանրապետության գործերին, նույնպես եւ Ռուսաստանի հայերը նույնպես, որովհետեւ մենակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեր հայերը մենակ ինքնուրույն չեն կարող որոշակի հարցեր լուծել, քանի որ պետությունը կախված չի միայն Հայաստանից, չէ՞, մեր պետությունը կախված է եւ Արևմուտքից, եւ Արևելքից, եւ Ռուսաստանից, եւ Եվրոպայից։ Դրա համար մենք երկու ուղղությամբ էլ պետք է բացենք եւ Ռուսաստանի հայերի հետ մենք պիտի շփվենք եւ Եվրոպայի հայերի հետ, որտեղ մենք աշխարհագրապես նույնպես գտնենք այնպիսի գոտիներում, որտեղ որ գիտեք, հակառակորդներ կան եւ այլ, որպեսզի ուզում են մեզ կրճացնեն, բայց որպեսզի մենք հզոր լինենք, պետք է անպայման այդ Սփյուռքի ներուժը օգտագործենք մեր պետության բարգավաճման եւ զարգացման մեջ։